Այսօր գնացիր Ադամյանների տուն։ Կարող է վաղն էլ գնաս ու էլ հետ չգաս, հա? Ես արդեն չեմ զարմանա, Սոնա։ Լսի, եթե դու մտածում ես, որ իրանք կմոռանան են ինչ եղել, չէ, այտենց չի լինելու։ Ոչ իրանք են մոռանալու, ոչ էլ ես եմ դրանց ներելու։ Եթե որոշել ես, որ պիտի գնաս, հենց հիմա գնա։ Եթե որոշել ես, որ պիտի գնաս, հենց հիմա գնա, Սոնա։ Մի ձգձգի ոչ մի բան։ Ու որոշումդ տենց կայացրա, որ բոլորս իմանանք, ու բոլորս հասկանանք, թե որոշումդ ինչումն է։ Ոչ Ադամյաններն են լեզու գտնելու, ոչ էլ մենք իրանց հետ։ Որոշի։ Կամ մենք, կամ վռամը, Սոնա։ Որոշի, կամ մենք, կամ վռամը։ Հայկ, խնդրում եմ կլինի պատմություն չդարձնես, ես Ընդամենը, Սոնա, ընդամենը։ Ամեն ինչ այդ ընդամենից է սկսվում։ Հասկացա, որ վատ էր իրան զգում, ուրիշ տարբերակ չունեիր։ Տարել ես տուն, հասցնեիր դրան առաջ, բայց դրանց տուն դու չպիտի մտնեիր։ Դու պիտի… Ես քեզ այդքան բացատրում եմ, բայց դու ոնց որ չես հասկանում, Սոնա։ Չես հասկանում, թե մեկ է քո համար։ Եթե մեկը քեզ թթու խոսք ասի, ամբողջ կյանքս իմ թշնամին է լինելու։ Ամբողջ կյանքս։ Եթե մեկը քո մազին կպավ, ես չեմ նայելու ով է ինքը կամ ով է եղել դրանից առաջ։ Չէ, Սոնա, ինքը իմ թշնամին է լինելու։ Եթե մեկը քեզ նեղացրեց, ոչ մի բանի չեմ նայելու։ Բա Սոնա, իմ ընտանիքը։ Դրանք իմ ընտանիքը մաս են արել, մաս։ Իմ ամբողջ կյանքը կործանել են, Սոնա։ Դու ոնց ես դրան նայում։ Ոնց է ստացվում, որ քեզ նեղացնողը իմ թշնամին է, բայց իմ թշնամին ոնց որ քո թշնամին չի։ Հա? Դու գոնե հասկանում ես, որ քեզ կորցնում ես դրա համար, բայց այդ վռամն ու իր հերը կարող է լրիվ ուրիշ պլաններ ունեն քո համար։ Հայկ, ես մինչև ես լռեցի, որովհետև համաձայնվեցի ասածներիդ հետ, բայց դրա հետ համաձայն չեմ։ Որտեղ վռամը կա, ամեն ինչ սպասելի է, Սոնա։ Ամեն ինչ։ Գնա քո սենյակ։ Գնա ու երկար մտածի, Սոնա։ Կամ այս կողմ, կամ այն կողմ։ Ու իրա բոլոր հետևանքներով։ Այս են թեման չի, որ ընթացքում մտածես ու որոշում կայացնես։ Գնա։ Ոնց ես։ Լավ եմ։ Հեռախոսը սուրա։ Լավ կլինի հանգստանաս։ Հեռախոսս դուր զանգեմ, տեսնեմ Սոնան հասավ թե չէ։ Բարես, Նարեն զանգել, ամեն ինչ նորմալ է, հասել են տեղ։ Դու հանգիստ հիմա քնի։ Չեմ քնում։ Նարեն որ հասնի կասես թող գա մոտս։ Արդեն եկար։ Եկա։ Ինչ ա եղել։ Աղջիկդ չեկավ։
Չէ, բայց նոր է գնացել։ Ինչ ես տենց անհանգստանում։ Չեմ անհանգստանում։ Ուղղակի չեմ վստահում։ Չեմ վստահում։ Քեզ մոտ է եղել։ Չես էլ հարցնում, վստահ ասում ես։ Ուրեմն հրաշքով է դարակում հայտնվել։ Հնարավոր է դարակում ա եղել, բայց դու չես նկատել։ Ես երեխա չեմ, Նարե։ Պապ, սովորական ժամացույց է։ Ինչ ես տենց հատուկ վերաբերվում։ Ինչ խնդիր կա։ Կորել էր, հիմա գտել ես։ Կամ ես ինչի պիտի վերցնեմ այդ ժամացույցը։ Որ վերցնեմ ում պիտի տամ։ Սովորական ժամացույց է։ Թե սովորական չի։ Ինչ-որ բան ստեղ հենց չի, ինչ-որ բան են չի, ինչը, ինչը, Բարես, եկել ես, բա ինչ ես տեղ կանոնից մնացել։ Մամ, գիտես, մեր տանը մենակ ես էի ուզում, որ Ռամու ու Սոնան միասին լինեն։ Անգամ երբ ինչ-որ բան չէի ասում, մեկը իմ ներսում համաձայն չէի, նեղվում էի, անհանգստանում էի։ Մտածում էի, պետք չի, որ իրանք ուրիշների արածների, սխալների համար պատասխան տան ու կորցնեն իրար։ Բայց հիմա ուրիշ է։ Ես էլ դու էլ շատ լավ գիտակցում ենք, որ այս ամեն ինչը մենք մեր ներսում չենք կարա պահենք ու մի օր մի տեղից դուրս կգա։ Բայց մտածում եմ լավ կլինի, եթե իրանք հիմա որոշեն ու բաժանվեն։ Տենց հաստատ ավելի լավ կլինի։ Ինչ ես մտածում։ Երևում է չես կարող քեզ զսպես։ Որովհետև մենակ ես գիտեմ այս ամեն ինչի շարունակությունը, ախպերս։ Ու մենակ ես գիտեմ ոնց է ավարտվելու ես։ Ու դրանից սիրտս կանգնում է։
Հազիվ մի երկու կտար գերավ։ Տակությունը այդքան էլ բարձր չի, բայց չի էլ իջնում։ Բժիշկն ասաց, որ իր դեպքում նորմալ է, բայց պետք է ուշադիր լինենք, որ հանկարծ չբարդանա։ Անենց թույլ էր, որ նորից քնեց։ Նարե, քո հետ եմ խոսում։ Հա, լսում եմ։ Գիտ ինչ ես անում հեռախոսի մեջ, որ իմ կողմը չես նայում։ Ոնց որ ինքս իմ հետ խոսամ։ Ման փորձում եմ հարկուրի աջերից որևէ մեկը գտնել։ Քշվել ես։ Անենց էլ հանգիստ ասում ես, բա որ հերդ լսի։ Հա, թող լսի, ինչ կա թաքցնելու, ինչ որ վատ բան եմ անում։ Վերջ տուր, հա, Նարե, պետք չի։ Մամ, դու երբևէ իր համար անհանգստացել ես։ Մտածել ես ուր է գնացել, ինչ է եղել։ Իհարկե անհանգստացել եմ։ Գիտես, որ հորդ հետ ամուսնացա, լավան ենքան փոքր էր։ Երեխու պես պահել եմ իրան, սիրել եմ։ Հայրդ էլ է շատ սիրում, գժվում էր իր համար։ Ու տենց հեշտ, հանգիստ, հրաժարվեցիք իրանից, մենակ թողեցիք։ Մամ, լավ, եթե մի օր ես էլ սխալվեմ, կամ ձեզ թվա, որ սխալվել եմ, ձեր պատկերացումներին համապատասխան չլինի, ինձանից էլ եք հրաժարվելու։ Ինչ լավ է, չէ՞, քուրը սենյակում է փակված, դու ստեղ ես անտրամադիր նստած, ես անկապ էսկոմ ենկոմ եմ գնում, լավ էլ ապրում ենք, չէ՞։ Հələ դուրս չի եկել սենյակից։ Չէ։ Գիտեմ, կարող է տենց դուրդ չգա, բայց չեմ կարա չասեմ, շատ վատ խոսած իր հետ է, աղջիկա։ Գիտեմ, բայց մեկ-մեկ տենց է պետք։ Մենք միշտ Սոնայի հետ շատ փափուկ ենք եղել, դրա համար պայտակ չի գիտակցում կողքերն ինչա կատարվում։ Դու գիտակցում ես։ Այսինքն այն, որ ինչքանով ես կարողացել եմ քո պատմելով ճանաչեմ Սոնային, Սոնան նենց աղջիկ չի, որ քեզ խափի։ Կարող է իրոք նենց բա ստեղծվել, որ պիտի գնար, ստիպված գնացել է։ Վարո, ես շատ լավ գիտեմ, որ Սոնան ինձ երբեք ոչ կխափի, ոչ էլ ինձնից ինչ-որ մի բան կթաքցնի։ Բայց ես Վռամին եմ շատ լավ ճանաչում, շատ լավ։ Ու գիտեմ, որ ինքը իր ուզածին հասնելու համար ամեն ինչի պատրաստ է։ Ինքը ոչ խիղճ ունի, ոչ էլ սրբություն։ Թող քեզ հանկարծ չթվա, որ ես Վռամից վախենում կամ էլ զգուշանում եմ։ Չէ, եթե հանկարծ Սոնայի գլխից մի հատ մազ պակասեց, ձեռս մի վարքյան չի դողա։ Բայց այդ արածս էլ քանի կոպեկի գին ունի, եթե Սոնան արդեն նեղված լինի։ Իմ ուշք ու միտքը մենակ Սոնան է։ Մենակ Սոնան, որ վերջապես հասկանա, որ դրա կողքը չլինի։ Բա որ ամեն ինչ այդքան լուրջ է, ու քո ասելով այդքան հեշտ է մարդուն մտքից հանելը։ Ինչի՞ն Արեին մտքիցդ չես հանում։ Արա լավ էլի Վարո, ախպերական։ Իմ ես ներվայնացած վիճակին հումորներ ես անում։ Ես լրիվ լուրջ եմ խոսում։ Գնա սառը ջուր խմի, կարող է անցնի։ Ուզում ես մունաթարի, ուզում ես գոռա, ես Սոնան չեմ քո համար։ Մենք երբ ենք ամաչել իրար ճիշտ բան ասելուց։ Ասում եմ այն, ինչ տեսնում եմ։ Բայց ինչից ես ենթադրել, որ ես Նարեին չեմ կարող իմ մտքից հանեմ։ Այ հենց հիմա խոսալը տեսնես, ամեն ինչ բարձ կդառնա։ Մենակ Նարեի անունը լսելուց աչքերդ նենց է վառվում, ոնց որ պատրաստ ես իմ աշխարհը քանդես, նորից սարքես, կամ էլ չես սարքի հետո։ Այդ երկու դեպքում ա լինում։ Երբ որ ամբողջ սրտով մեկին ատում ես, կամ հակառակը, ամբողջ հոգով մեկին սիրում ես։ Բայց պարզ է, որ դու Նարեին չես ատում։ Ես չգիտեի, որ դու փիլիսոփա ես։ Հիմա ինչքան էլ փորձես խոսակցությունը ցրես, տենց ինչ որ արտահայտություններով չի ստացվելու մոտդ։ Նարեին չես ատում, չէ՞։
Լավ, արի գոնե այդ ֆիքսենք։ Չես հատում, չէ՞։ Ինչ դաժան ես։ Ես ինչ պիտի անեի, որ չեմ արել։ Ես ինչ իմանայի, որ ոնց է եղել իրականում։ Ես համոզված եմ եղել, որ Լալան աշոտե է տափախել։ Հա, սկզբում փորձում էի տեղեկություններ ստանալ, բայց ամեն անգամ, երբ փորձում էի տեղեկություն ստանալ, որ փորփրում էի, հերը տնենց էր արձագանքում, որ թվում էր, թե ինձ էր տնից դուրս կհանի։ Մամ, ամեն դեպքում ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել։ Դու հասկանում ես, Հորքուրին պապան իմ տարիքում տնից դուրս հանել, երևի թե ավելի փոքր։ Ինքը այդ տարիքում մենակ ինչ է արել, ոնց է կյանքը դասավորվել։ Բալես, խնդրում եմ քեզ, մի արա, մի փորփրի։ Դու ինչ գիտես հիմա Լալան ինչ վիճակում է։ Կողենք արդեն իր կյանքը դասավորել է։ Մամ, ես ինձ շատ մեղավոր եմ զգում Հորքուրի առաջ։ Իրա սիրած մարդուն են սպանել։ Ու ինքը դրա մասին հաստատ իմացել է։ Հայրական տնից դուրս եք հանել, խաչ եք քաշել իրա վրա։ Գիտես, ամեն անգամ աչքերս փակում եմ, փորձում եմ Հորքուրին հիշել, աղոտ եմ հիշում։ Բայց մեկը իրա մասին չեմ մոռանում։ Ես իրան շատ եմ սիրում։ Ու հիշում եմ, որ ինքն էլ ինձ է շատ սիրում։ Ես մինչև հիմա իրերը մեծ հաճույքով եմ կրում, որովհետև ինձ թվում է, որ տենց ավելի մոտ եմ Հորքուրին։ Ես հասկանում եմ քեզ, բայց ես չգիտեմ։ Ես շատ եմ վախենում։ Այս պատմության մասին ինչքան շատ մարդ է իմանում, այդքան վտանգ ավելի մոտ է։ Դրա համար պետք չի փորփրել, պետք չի այդ պատմությունը ջրի երես հանել։ Ուղղակի սարսափում եմ այն մտքից, երբ պատկերացնում եմ, որ Լալան հետ կգա։ Սարսափում եմ։ Այ հենց այդ է մեր խնդիրը։ Որովհետև մենք ամեն մեկս ուզում ենք մեր համար լավ լինի։ Հա, որ Հորքուրը գա ծանր կլինի։ Բայց ոչ մեկս չենք մտածում իր համար ինչքան ծանր է։ Կարևորը մենք լավ լինենք։ Չէ՞։ Դա ավելին է։ Լավ, առավոտը պիտի շուտ արթնանամ, գնամ քնեմ։ Գնա բալես։ Բայց խնդրում եմ, մոռացի այդ պատմությունը։ Մի փորփրի։ Ինչ գիտես, կարող է ինքը արդեն ամուսնացել է, երեխեք ունի, ու ինքն էլ չի ուզում, որ այս ամեն ինչը ջրի երես դուրս գա։ Հնարավոր է, չէ։ Մամ, կգտնեմ, կհամոզվեմ, որ իր մոտ ամեն ինչ նորմալ է, այդ ժամանակ հանգիստ կթողնեմ։ Բարի գիշեր։ Բարի գիշեր, բալես։ Ես քո համար ուրիշ մարդ եմ, Հայկո, որի մոտ խաղում ես։ Թե քեզ էլ ես խաղում։ Հարգելի աղբոր պես։ Քանի տարի ենք իրարը չորած կիսելով ապրել։ Ծեծել ենք, մեզ են ծեծել, կուշտ ենք եղել, սոված ենք եղել, ընդհանրապես կապ չունի, իրար հետ ենք եղել։ Ու հիմա դու ինձ ուզում ես համոզես, որ ես սխալ եմ տենում այն ինչ տենում եմ։ Դու քրոջդ վրա էր գոռում, բայց նստապավորություն էր, որ ոնց որ քո վրա էլ ջղայն անաս։ Ես ամեն ինչ լավ հասկանում եմ, Այկո։ Երթվում եմ ամեն ինչ հասկանում եմ, բայց ամեն ինչին էլ ձև կա։ Դու ոչ թե նենց արա քուրդ վախենա քեզանից, այլ հակառակը, որ վատ լինի միանգամից քո մոտ գա։ Այսօր սենց էր պետք։ Վաղը հետը կխոսեմ։
Իսկ դու այդ ապուշ մտքերը գլխիցդ հանի։ Երթվում եմ, հենց դու հանեցիր մի րոպե հետո էլ ես եմ հանելու։ Վերջ, բարի գիշեր։ Ումա սեր տալիս, Դրա բարեկամների պատճառով չէր, որ տունը սև ու սուք մտավ։ Այդ դեռ հարց է, պապա ջան, թե ում պատճառով ու ում տունն է սուքով լցվել։ Բարի լույս Սոն։ Ես էլ քեզ էի ման գալիս։ Ինձ էլ չայ կտաս։ Սպասի։ Նստի։ Ես երեք քո հետ կարող եմ մի քիչ կոպիտ եմ խոսել, բայց քեզ սխալ բան չեմ ասել։ Հայկ, ես էլ սխալ բան չեմ արել։ Սոն, երբ որ մարդուն շատ ես սիրում ու շատ թանկ է լինում քո համար, այդ մարդը այդ ժամանակ սկսում ես մտածել ու անհանգստանալ։ Այդ ժամանակ սիրտդ դողում է այդ մարդու կյանքի համար։ Ու այդ վախից ու անհանգստությունից մարդ մեկ-մեկ մի քիչ կոպիտ է դառնում։ Ես չեմ ուզում, որ դու ինձնից նեղանաս։ Սոնա, քո ու Միքոյի երջանկությունը իմ սեփական երջանկությունից կարևոր է իմ համար։ Ես չեմ ուզում հիմա քեզ լավ ու բարի թվացող բանը հետո դառնա դժոխք։ Հայկ, ոնց էր մտքիցս թռել։ Ինչը։ Միքոն, ասեցիր անունը, հիշեցի։ Ինչ հիշեցիր, Սոնա։ Երեք Նարեն, որ ինձ տուն բերեց, խնդրեց քեզ փոխանցեմ, Միքոն Հայաստանում է։ Ոնց Հայաստանում է։ Հա, ինձ այդքանն է ասել, խնդրեց փոխանցեմ, բայց որ տուն եկա այդ վիճակներ, մտքիցս թռել էր։ Հաստատ լավ ես հասկացել ինչ ասում քեզ։ Հա, հաստատ ասել է, որ Միքոն Հայաստանում է, ուրիշ բան չգիտի ասեց։ Հեռախոսս։ Նարեն ասեց իմաց չկա զանգես, ոչ մի ուրիշ բան չգիտի։ Բարի լույս։ Բարի լույս։ Նստի։ Մարդ չկա։ Ես եմ ու դու։ Հիմա աղջիկ ջան, ուզում եմ խոսենք պարզ։
առանց ինչ-որ ակնարկների։ Արդեն որերորդ անգամ դու ինձ հետ խոսում ես մի ուրիշ հանդգնությամբ, որ երբևէ չես խոսել ինձ հետ։ Ինչ է կատարվում քեզ հետ, Նարէ։ Քեզ տարօրինակ ես պահում։ Ինչ-որ կիսատ խոսակցություններ։ Ուզում եմ խոսենք պարզ, որ ես հասկանամ ինչ է կատարվում, ոչ թե ակնարկներով խոսես ինձ հետ։ Հետաքրքիր է։ Ես քո հետ երբեք ակնարկներով չեմ խոսել։ Բայց դու իմ խոսքի մեջ ակնարկներ ես տեսնում։ Հիմա ինչ մուկն ու կատու ենք խաղալու։ Էդ դու ես իմ երեխեն, ոչ թե ես քո։ Ես եմ քեզ մեծացրել ու ես քեզ շատ լավ եմ ճանաչում։ Երբ ես բարկացած, երբ ես ինձ խաբում, երբ ես ինձնից ինչ-որ բան թաքցնում։ Հիմա ինչ, պիտի համոզեմ, որ խոսես։ Համոզելու կարիք չկա։ Ասելու բան էլ չկա։ Ուղղակի դու չպիտի զարմանաս իմ պահվածքից, որովհետև դա քո շնորհիվ ու քո պատճառով է։ Օ, իսկ ինչ եմ արել ես։ Ոչ մի բան։ Կյանքի ամենակարևոր շրջանում ես հասկացա, որ այնքան էլ կարևոր չեմ քո համար, ինչքան որ թվացել է։ Այդ հեքիաթը դու էիր հորինել։ Դու էլ քո ձեռքով փշրեցիր։ Այդ հեքիաթում ես ինձ ապահով էի զգում, որովհետև պապա կար։ Երևի նոր եմ մեծացել։ Դրա համար եմ հասկանում, որ հեքիաթը ավարտվեց։ Իսկ ինձ թվում էր, թե մենք խոսել ենք, խնդիր չկա էլ, բայց ես քեզ փորձում եմ հասկանալ։ Չեմ կարողանում։ Դու կարող ես ինձ հասկանալ, բայց չես ուզում։ Հիմա ինչքան էլ փորձենք այս փշրանքներից նոր բան սկսել չի ստացվելու։ Որ թռչունի թևերը կտրես։ Հետո ասես կներես։ Թևերը հետ կաճան։ Դու էիր ինձ թև տվել։ Դու էլ կտրեցիր։ Երևի մտածեցիր, որ դրա իրավունքը ունես։ Նարէ ջան, շատ դժվար է հիասթափվել են մարդուց ում աշխարհում լավագույնն ես համարել։ Ես քեզ չեմ մեղադրում, բայց դու էլ ինձ մի մեղադրի։ Ես չեմ փոխվել։ Դու ես ինձ ստիպել։
Ոչինչ չէ, որ ստեղ եմ ախպերս։ Հա, ոչինչ։ Ես դուրս եմ գալիս։ Գնացինք։ Չէ, ես մենակ եմ գնում։ Բա ուր ես գնում։ Լավ, բարձա։ Չես ասում մի բան չասեմ, չէ։ Չէ, ես ուրիշ բա Միքոյի թեմայով է։ Հա, գնա ախպերս, գնա։ Վարո լուրջ բան եմ ասում։ Բան ասեցի ես։ Բան չասեցիր, բայց մտածեցիր։ Հա, լսվեց տենց բարձ։ Լավ, քո հետ անիմաստ ախպերս ես գնացի։ Գնա, քեզ էլ առիթ ա պետք։ Բալես, մի հատ ջերմաչափը նայեմ։ Ռամ ջան։ Այ։ Այ տղա ջերմությունը տելի բարձրացել է։ Չունեմ։ Սպասել է։ Համարն այս պահին անհասանելի է։ Վերջապես։ Սոնա աղջիկ, ուր ես կորել։ Հայկը սնգած քեզ աման գալիս։ Մեղք չի այդ տղեն, որ տանջում ես։ Զանգի անպայման կամ գրի ուր ես։ Գոնե ես Հայկին ասեմ։ Դու չգիտես, որ ինքը ջղայնացած է, իմ տրամադրությունն էլ անկնում։ Ախ։ Նարե, ես ինչ ես արել։ Նարե արունա գալիս տեղ բինդ, բամբակ, ինչ կա, տենց պահի միած, տենց պահի։ Հայկ, ախր ես ինչ ես անում, ես շատ կարևոր շորի համար էր։ Քեզնից կարևոր չի, ոչ մի բան է։ Այս վերքդ պիտի մշակվի է, ոնց որ լավ էլ խորն է։ Բայց ես չեմ կարա մշակեմ, պիտի մի բան մտածենք։ Լավ է սա, մի բան կմտածեմ։